Բարի օր, տաղավարում այսօր հյուրընկալել ենք իրանահայ գրող, թարգմանիչ Ժորժ Աբրահամյանին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Աբրահամյան, ձեր մանկությունը, պատանեկությունը եւ երիտասարդական տարիները անցել են Իրանում եւ բավականին հետաքրքիր մանկություն եք ունեցել, սա պատմվածներից ելնելով եմ ասում, բայց ինչպես կնկարագրեք այդ անցած տարիները։ Անցած տարիները դժվար հարց է։ Շատ վայրիվերումներով տարիներ բնականաբար, դե պատերազմ, 8-ամյա պատերազմ է Իրան-Իրաք, ես այդ ժամանակ բանակում է, ծառայում է ռազմաճակատում, բայց իմ ամենամեծ նպատակը դա էր, որ այսինքն ծառայելու նաև մեկ նպատակներից դա էր, որ կարողանամ պասպորտ ստանամ եւ Հայաստան մոտ գործեմ։ Դեռևս 1987 թիվն էր, որ արդեն երբ ծառայությունս ավարտեցի, Հայաստան եկա, բանասիրական ֆակուլտետում սկսեցի սովորել եւ դա շատ մեծ երազանք էր ինձ համար, որ իրականացավ, բայց առհասարակ ես ինքս մանկությունը եւ այդ պատանեկան շրջանը, դե գիտեք, չնայած շատ գեղեցիկ օրեր են այդ համայնքային կյանքը ինքը շատ հետաքրքիր է, ինքը փոքրիկ, տենց ոնց որ Հայաստանը լինի, հարազատներ, բարեկամներ, ընկերներ, բայց նաեւ դեռ պատանեկան ամենայն շատ լավ տարիներ, որ նորը սկսում ես քեզ ճանաչել, հեղափոխություն եղավ Իրանում, այդ ժամանակ ես ընդամենը դեռ մի 15-16 տարեկան էի, հեղափոխության թոհուբո, հետո ինչպես ասեցի պատերազմ, մի խոսքով, քանի որ Իրանը միշտ, ինչպես Հայաստանը միշտ եղել են այդ իրադարձությունների կիզակետում, ցավոք սրտի իմ սերունդի եւ դրանից հետո մարդկանց տարիներ անցել են շատ լի վայրիվերումներով, իրադարձություններով, շատ ցավոտ եւ իհարկե ուրախություններով, բայց այդպես խաղաղ չի անցել մեր կյանքը այս տարիների ընթացքում, միշտ հեռանկար չի եղել, այսինքն մենք միշտ պատերազմից հետո մի ուրիշ բան էր պատահում, հիմա էլ դուք տեսնում եք ինչ իրավիճակ է, չգիտեմ, հույսով եմ, որ մի օր գալիք սերունդները ոչ միայն Իրանում, այլ Հայաստանում եւ առհասարակ այս տարածաշրջանում կապրեն ավելի խաղաղ, ավելի հանգիստ եւ այդքան մշուշոտ չի լինի իրենց ապագան։ Այդ մշուշոտ ապագայից ելնելով եք ցանկանում Հայաստան գալ, թե ուղղակի սերներ կանչում։ Մանկուց ես երբ սկսել եմ ինձ ճանաչել, նաև սկսել եմ փորձել եմ ծանոթանալ իմ հայրենիքի հետ, շատ մանկուց։ Դե այն ժամանակ կապերը շատ կապ չկար, իմ հարազատ քույրս անգամ հայրենադարձվեց ընտանիքով եւ ես իրեն չհանդիպեցի շուրջ 25-30 տարի եւ Հայաստանում նորից մենք հանդիպեցինք, բայց Հայաստանը այդ միակ այնտեղ ինչ կար, մի ռադիո, Երևանն է խոսում, այդ հայկական ռադիոն, այդ Հայաստանի ռադիոն, եւ ամեն երեկո հիշում եմ, որ ժամը 11-ը որ լինում էր պարտադիր ընտանիքով պետք է լսեինք այդ ռադիոն, այդ պատմվածներից մեջ մասը կա, որ հայրս տենց եղբայրս մեծ տենց այնքան պետք է տալիքը փոխեին մինչև հասներ այդ Երևանն է խոսում եւ այդ Արամ Խաչատրյանի երաժշտությունը, որ հետո միայն հենց այդ պահը ես ինձ մի տեսակ պատահում էր մի անգամ երբ Ռաֆի Հովհաննիսյան անգուցյալ մեծ երգիչ Ռաֆի Հովհաննիսյան երբ հուշարձաններն էր երգում, ես ակամայից ոտքի կանգնեցի։ Ես հիշում եմ ժամանակ դեռ շատ փոքր էի, բայց այդ երգի մեջ այնքան հզորություն էի զգում, այնքան այնասիրություն, հետո գիտեք ինչ մտավ իմ բջիջների մեջ հայրենիքը։ Ես սկսեցի իր հետ ապրել, դե համայնքում կան հիմա էլ կան միություններ, հայկական միություններ, որոնց համար խիստ կարևոր է հայապահպանումը, հայեցի դաստիարակությունը, բարեբախտաբար անդամակցում էի այդ միություններին,
Եվ հետագային ճամբարներ էին կազմակերպում աշակերտների համար։ Եվ առաջին հանդիպումս Հայաստանի հետ եղել այդ ճամբարներից մեկում։ Իրանում կա Սուրբ Թադեի վանքը, Սուրբ Թադեոս Առաքյալի հիշատակին, եւ շատ փոքր էի, դպրոցական էի դեռ, մենք մեկ շաբաթյա ճամբար ունենք վրանների տակ, այդ մեկ շաբաթ հարակից այդ բակում մեկ շաբաթ մնացինք եւ մի առավոտ, վաղ առավոտյան ժամը 5-ին մեզ բոլորիս արթնացրեցին մի, չգիտեմ, մի 100 հոգի ավել։ Մեզ արթնացրեցին եւ ասացին, բարձրանում ենք մի բլուր, որպես այնտեղից տեսնենք Արարատ լեռը։ Դա նկարներից այն կողմս արդեն դու տեսնում։ Եվ մենք բարձրացանք վաղ առավոտյան եւ Մասիսի այդ գագաթը տեսանք ձյունածածկ, պարզապես քարացանք։ Դա ես միշտ ասում եմ, չնայած դա բնականաբար ինձ երբ ասին, բայց դա Հայաստան չէր, ասի, այն կողմը Հայաստանն էր, այն կողմը Երևանն էր։ Եվ ես տենց միշտ այդ պատկերը ինձ հետ էր ամբողջ կյանքում եւ միշտ դա ոնց որ առաջին իմ հանդիպումն էր, որը խոր հեք թողեց իմ կյանքի վրա ու այնուհետեւ ամբողջ կյանքում իսկապես ամբողջ կյանքում ես երազել եմ, որ մի օր ոտ տնեմ Հայաստան։ Ամբողջ կյանքս կարծում եմ մինչև 1987-ին էր։ Չգիտեմ, ես զգում էի պետքա գամ, որովհետև ես ինձ մի տեսակ ոնց որ դու արմատախիլ մարդ ես, դու ինչքան էլ սիրում եմ, հիմա էլ սիրել եմ ու հիմա էլ սիրում եմ Իրան իմ հայրենիքն եմ համարում, բայց չգիտես ինչու դեռ չտեսի ես կարոտում էի Հայաստան, անընդհատ կարոտում, անընդհատ ձգտում կար, որ գայի Հայաստան եւ 1987 թվին երբ մտա Հայաստան, ուղղակի շնչասպառել։ Այդ Հայաստանը, որ առաջին անգամ ես տեսա, հենց այն Հայաստանն էր, որ ես երազում էի, շատ յուրահատուկ էր եւ ասեմ ձեզ, երբ արդեն նենց ստացվեց, որ պիտի վերադառնայի Իրան գործերի համար, որոշ ընտանեկան, Գյումրիից էր, դե մենք այն ժամանակ Իրանն ու Հայաստանը սահման չունեին եւ պետք է գնացքով մենք գնում էինք Կարսից մտնում էինք Գյումրի, ինչպես եկա եւ նույն ճանապարհով էլ պիտի վերադառնայի, այսինքն այդ Թուրքիա եւ Թուրքիայից մտնեի Իրան։ Երբ գնացքը շարժվեց Գյումրիում, ես ուշաթափ եղա։ Ես հանկարծ գլխապտույտ, ես մենակ հիշում եմ, որ ջուր էին շփում երեսից, որ ես ուշքի գամ։ Ես ուղղակի այդ պահին զգացի, որ ինձ մեկը ասենց արմատից ինձ հանեց ու շպրտեց դուրս։ Եվ սարսափելի զգացողություն է եւ ամբողջ ճանապարհին ես միայն Փարիզ-Բուն իմաստով լացել եմ, մինչեւ հասել եմ տուն։ Սարսափելի էր այդ բաժանումը, մորից բաժանվելու պես մի բան էր, սարսափելի եւ ես մինչեւ վերադառնալը դժբախտաբար երկար տևեց, ես 4 տարի բացակայեցի Հայաստանից, մինչեւ այդ 4 տարին ես շատ ծանր ապրումներ եմ ունեցել, շատ ծանր, մինչեւ նորից 2000, մինչեւ վերադարձա, ոչ թե 2004, որտեղ դա վերջնական վերադարձն էր, բայց կրթությունս կիսատ էր մնաց, վերադարձա, որ դրացն։ Ինձ միշտ մեկ հարց է հետաքրքրում, հայրենասեր ծնվում են, թե դառնում, որովհետև կարող է, օրինակ, եթե վերցնենք Մոնթե Մելքոնյանի օրինակը, իր ծնողները իրեն հայերեն չեն սովորեցրել, բայց ուսուցչի մեկ հարցը, որ ազգից է ինքը, դրդել է, որ ինքը հետաքրքրվի, որտեղից են իր արմատները գալիս, ձեր դեպքում ինչպես է եղել։ Չգիտեմ, երբ հայրենիքան ունեն, հայրենիքը իմ ինքնությունն է, հայրենիքը, գիտեք, մի բան պատմեմ, ես մի օր մի քուրդ ընկեր ունեմ, մի օր նստել էի եւ պատմում էի Հայաստանի դժվարությունների մասին, խնդիրների, բազում խնդիրների, քանի տարի առաջ։ Հարցրեց էլի Հայաստանն ինչպես է, ու ես երբ խոսքս ավարտեցին, այսպես նայեց ինձ եւ ասաց. Իրանին ես էլ մի հայրենիք ունենայի եւ նստայի հիմա կոդեմ դիմացի եւ
իմ հայրենիքի խնդիրները քեզ ասեի։ Գիտեք, ես ինձ թվում է դրանից ավելի վատ բան չկա, որ մեկին ասեն անհայրենիք։ Դա սարսափելի բան է։ Որովհետև գիտեք, ես ինձ երբ ասում են ինչու եկար Հայաստան, Իրան այդքան գեղեցիկ եւ բնականաբար Հայաստանն էլ է սիրում, բայց չի որ Հայաստանը ասած փայլում է իր գեղեցկությամբ եւ ուրիշ երկրի հետ չի կարող նմանվի մի խոսքով։ Ես միշտ պատասխանում եմ, ես պատկանելիության զգացողություն ունեմ մի աշխարհ, ես պատկանում եմ մի ընտանիքի։ Այդ զգացողությունից շատ է դուր գալիս։ Հայաստանը փոքր է եւ այդ փոքրիկությունն էլից դուր է գալիս, որտեղ երբ մտնում ես փողոցները, քեզ թվում է բոլորին ճանաչում ես, քեզ թվում է այդ կնոջ երեկել ես հանդիպել եւ հանդիպել ես իրոք։ Քեզ թվում է ինձ հիմա կարող ես դուր թակես մեկին եւ ասես, որ մի բաժակ ջուր կամ շատ եմ ուզում այստեղ մի բաժակ սուրճ խմել։ Այդ զգացողությունը միշտ ինձ հետ է, այդ պատկանելիության ու դա սրբության պես բան է ինձ համար։ Ես եւ նաեւ եւ հենց այդ պատկանելիության զգացողությունից ելնելով երբ ես չեմ կարող անընդհատ փնովել իմ ընտանիքին, ես չեմ կարող անընդհատ ասել մենք վատ ենք, մենք չգիտեմ ինչ ենք, ու շատ դուր ես չեմ սիրում, ոչ թե դուր չի գալիս, այլ առհասարակ խորշում եմ նման խոսակցություններին։ Ես շատ եմ սիրում իմ ընտանիքը եւ այն օրվանից, որ եկա Հայաստան, լիարժեք վայելում եմ պատկանելիության զգացողությունը եւ դա այն բանն է, որ ոչ մի բանի հետ չեմ փոխել, ոչ մի բանի հետ։ Ես գնում եմ աշխատանքից բերումով արտասահման երկրից դուրս տուրեր եմ տանում, Իրանն էլ եմ շատ սիրում, նույն զգացողությունը չի ասի այդ չափի, բայց ունեմ, բայց վերադառնում եմ, երբ վերադառնում եմ նորից, այսինքն զգում եմ ես հիմա այս ամենը կավարտվի եւ ես կգնամ տուն։ Ոչ թե միայն ընտանիք սա ինձ սպասում, այլ մարդիկ, որ սիրում եւ այդ բոլորը ինձ համար յուրաքանչյուրը հայրենիքի դրսևորում է ինձ համար։ Հետաքրքիր է, որ Հայաստան երբ եկել եք բնակվելու, բնականաբար եղել են դժվարություններ, դուք հետ չեք վերադարձել, նշելով, որ վատ օրինակ կդառնաք մյուս իրանահայերի համար։ Այդ մեզ շատ օդ ու ջրի պես պետք է հայրենադարձությունը, բայց թե Իրանից, թե այլ երկրներից որ դեպքում կգան Հայաստան։ Որ գան Հայաստան։ Գիտեք ինչ ասեմ, Հայաստան գալը նույնիսկ որոշում էլ չի։ Հայաստան գալը, տեսեք կամ դու զգում ես, որ պետք է գնաս տուն կամ թափառես թափառական լինես։ Ինչքան են լավ կյանք ունես, բոլորովին չեմ մեղադրում մարդիկ, որ գնացել են թե Հայաստանից, թե Իրանից եւ ուրիշ Ամերիկա կամ Եվրոպա, իրենց խնդիրներ կան, որովհետեւ երևի շատերը չեն էլ ցանկացել այդ կյանքի հոսքը իրենց այդ կողմը տարել։ Ես ասում եմ, երբ եկա Հայաստան, երբ պահը հասունացավ, երբ ես այնպիսի պայմաններում եմ եկել Հայաստան, երբ ես Իրանում շատ լավ ապրում էի, իմ աշխատանքային առաջընթացը շատ բարձր էր, ես աշխատում էի Իրանի հանրային հեռուստաընկերությունում, ես հաղորդավար էի, ուղիղ եթերներ էի դուրս գալիս եւ այնտեղ գիտեն նրանք որ շատ բարձր աշխատավարձ են ստանում ընդհանրապես գիտեք հեռուստատեսային աշխատում հատկապես եթեր դուրս եկողները եւ այլն շատ լավ էի ապրում բայց ես մի պահ զգացի որ էլ չեմ կարող պարզապես էլ չեմ կարող ու ես ոչ մտածել եմ ես իմ այնտեղ ոնց եմ ապրելու, աշխատանքի հարցեր, բնականաբար մտածում եմ ինչ եմ, բայց պատկերացրեք ես շատ ինքնավստահ էի գալիս եւ ինձ հետ կային մարդիկ այդ ժամանակ որ գալիս էին, մի ժամանակ շատ հոսքը, շատ ուժեղացավ հայրենադարձվել, շատերը վերադարձան Բայց ես այդ օրը, որ եկա,
ինքս ինձ ասաց, բոլոր կամուրջները վառեցի վերադարձի, ասացի, չէ, իրոք չէի ուզում վերադառնալ, ոչ մի դեպքում ես չվերադարձա, չնայած, որ և հնարավորություններ կար վերադառնալու և նենց իրավիճակներում հայտնվեցի, որ գուցե ելքը վերադարձնել, բայց ուրախ եմ, որ հաղթահարել եմ այդ իրավիճակին հաղթահարել եմ։ Ձեր պատմվածքներում անդրադառնում եք իրանահայերի առօրյային, որքանով է տարբերվում մեր առօրյայից։ Ես ընդհանրապես մարդկանց առօրյան շատ եմ սիրում, այդ մի բաժակ սուրճ խմելը, թեյը, այդ գաթայի բուրմունք, այդ սուրճի բուրմունքը, որ ասոցացվում է հայկականության և մանկության հետ, սիրում եմ այդ, շատ նման ենք, շատ նման են իրար, ոչ մի բանով տենց չի տենց տարբերում, չէ, նույն Իրանում կանայք սովորություն ունեն տնային տնտեսուհիները հիմնականում, կոնկրետ ժամին 10-ին պետք է սուրճ խմեն և այդ ժամը 10-ին այդ խանութները, որ թխվածքի խանութներից բուրմունքը, այդ գաթայի շրջում ամբողջ թաղամասում և այդպես հաճելի զգացողություն է։ Համայնքի, ձեզ ասեմ, Անի ջան, համայնքային կյանքը շատ հետաքրքիր կյանք է, շատ գեղեցիկ կյանք է, տենց ավանդույթներ, սովորույթներ, մարդիկ, որ այդ փողոցներում, որ բարի լույս է հնչում, հետո մի կողմից եկեղեցու զանգն է տենց հնչում, մի քիչ վերև պարսկական թաղամասից այդ մզկիթի այդ ձայնը ազանի հետ տենց միաձուլվում է, ես դրա մեջ ոչ մի բան էլ չէի տեսնում, մի տեսակ համերաշխության զգացողություններ, մի տեսակ ներդաշնակություն կողք կողքի ու պատկերացրեք հիմա օրինակ սիրում էի, որ նույն փողոցում իմ մայրիկը ուներ և զրադաշտ ընկերուհի, և քուրդ ընկերուհի, և մուսուլման, խիստ մուսուլման ընկերուհի և ոչ մուսուլման ընկերուհի և հավաքվում էին իրենք մեր տանը և երբ գալիս էին մեր տուն, անպայման պարտադիր պետք է, և իհարկե հայ ընկերուհիներ, պետք է մայրիկս իրենց համար սուրճ պատրաստեր և բաժակ նայեին և այդ բոլոր ինձ, չգիտեմ, տեսակ շատ ջերմություն էր փոխանցում ես ու հիմա էլ, որ հեռվից նայում եմ միշտ այդ պատկերը անդադ հիշում եմ այդ ջերմությունը մինչև հիմա զգում եմ։ Մեծ տարբերություն չկա կարծես, թե այստեղ էլ են բաժակ նայում, բամբասում։ Իմիջայլոց ասեմ, որ բայց հիմա ես իհարկե Հայաստանում էլ սիրում եմ, նույնիսկ Հայաստանում ավելի եմ ջերմություն ազգում։ Ես այդ մեր հավաքները հայկական, որ հավաքվում են, սուրճ են խմում, սեղան են բացում, խորոված են սարքում, շատ եմ սիրում։ Դա ինձ համար այդ սեղանը միշտ եղել է, որտեղ մեծ գերդաստան էինք Իրանում, Թեհրանում և 7 օր եղբայր և հորաքույրեր և հավաքվում էին երեխեքով և պետք է պարտադիր ամեն կենացից հետո մեկի կենաց որ խմեն երգեին արտասան և նույնը որ գալիս ես այստեղ ես տեսնում այդ ջերմությունը ավելի կրկնակի ես զգացի այդ ջերմությունը գիտեք ինչի որտեղ ես վերջին տարիներին կորցրել էի այդ ամեն ինչը արտագաղթի պատճառով շատ էին գնացել հարազատներիցս արտասահման չկար այդ գերդաստանային զգացողությունը վաղուց վերացել էր իմ կյանքից և դե մեծերը մահացան և երեխաները, թոռները նրանց աշխարհում մեկ հիմա ծրվել են, տարածվել են, բայց Հայաստան երբ եկա նորից այդ զգացողությունը ընկերներիս միջոցով զգացի այդ հաճույքը, այդ հաճելի զգացողությունը վերապրեցի նորից մեր ընկերական հավաքներում։ Այդպես Տարիներ առաջ Իրանում եղել է ինքնության պահպանման խնդիր հայերի դեպքում, անգամ որքանով տեղյակ եմ, աշխատել են, որպեսզի հայ աղջիկները իրանցիների հետ չամուսնանան։ Հիմա մենք ունենք այդ խնդիրը։ Այդ իհարկե, այդ տեսեք այդ մասը ինքը առանձին թեմա է, ինքնություն պահպանելը։
Դրա համար այն բարերից, որ անդադ այն հասկացություններից, որ անդադ դու շոշափում ես եւ ապրում ես նրանով հայապահպանումն է, շատ տարածված բան է։ Հայեցի դաստիարակություն, հայապահպան, հետագային ես, երբ փոքր էինք անգամ այդ մասին խոսում էին, հետագային հասկացանք ինչի մասին էր խոսքը։ Տեսեք, հայերը երբ 17-րդ դարում բռնագաղթի արդյունքում Իրանում են հայտնվում, դե Իրան մուսուլման երկիր, հայերը իրենց համար անսովոր էր էլի, փոքրիկ համայնք ու մի աշխարհ մուսուլման։ Ինձ թվում է օրինակ առաջի տեղը, որ նրանք մեծ համայնք են կառուցել, դա Սպահան քաղաքի նոր ջուղա թաղամասն է։ Պատկերացրեք այդ փոքրիկ թաղամասում, չեմ ասում շատ փոքր է, բայց դե քաղաքի համեմատ մի թաղամաս է, 25 եկեղեցի են կառուցել, որոնցից հիմա 13 եկեղեցին հենց հիմա գործող եկեղեցի է։ Ու զարմանալի է, չէ՞, ասենք մի թաղամասում 25 եկեղեցից թվում է շատ ինքնապաշտպանվելու զգացողություն է, ոնց որ եկեղեցին մի ասենք բերդի պես պաշարել, իրենց պաշարվել են իր շուրջ մեջը եւ այդտեղից արդեն սկսել է բաները, ասենք մի տեսակ հայերը սկսել են կղզիանալ, ամեն տեղ որ գնացել իրենց հայկական թաղամասը եւ ես լավ հիշում եմ շահի ժամանակ դեռ հայկական թաղամաս պարսիկ տղաներ չէին կարող մտնել, վախենում էին հայ տղաներից, նրանք չէին կարող գալ հայ աղջիկների հետ շփվել, ասենք չէին կարող անգամ վախենում էին մտնել թաղամաս հայկական, էլ որ մնաց որ շփվեին։ Նրանք որ այդ ժամանակ այդ կարող է ասենք մի քանիսը սիրահարվում էին, պարտավոր էին լքվում էին, նրանք փախնում էին, նրանք պետք է թողնեին եւ ընտանիքը նրան մոռանում էր, լքում էր ընտանիքը նրան եւ պատահել է, իհարկե հիմնական մի քանի աղջիկներ օրինակ ես հիշում եմ, բայց տեսեք հիմա Իրանում, եթե ես հիշում եմ այն ժամանակ, եթե հայ աղջիկը ամուսնանում էր պարսիկ տղայի հետ, նրան չէին ասում, որ պարսիկի հետ ամուսնացել է, նույնիսկ չէին ասում նա պարսիկացել է, այլ ասում են թուրքացել է։ Այդ սարսափը ուզում էին ավելի ընդգծեին, որ նա ոչ միայն պարսիկացել, այլ թուրքացել է։ Այսինքն ես լավ հիշում եմ այդ բանն էր, այսինքն ասում են, այսինչ աղջիկը թուրքացավ։ Այնքան ավելի շեշտակի էին դարձնում այդ սարսափը, որ նույնիսկ կարող ես քեզ թուրքանալու բանն էին տալիս, այսինքն ածական։ Եվ այդտեղից սկսեց, այսինքն ես կարծում եմ միշտ էլ ինքնության խնդիր են ունեցել իրանահայերը, հասարակը Սփյուռքում հայերը, հատկապես Միջին Արևելքում ավելի անգծվել եւ դրա համար շատերը զարմանում են, օրինակ երբ Իրանից մարդիկ են գալիս եւ հեշտությամբ խոսում են հայերեն, շփվում են հայերեն, դա պարզապես պատճառն են այլ, օրինակ մեր բոլորի տանը, ոչ միայն մեր տուն, արգելված եղել պարսկերեն խոսել։ Արգելված էր, այսինքն դու չես կարող այնտեղ պարսկերեն բառ փոխանակես տանը։ Հայկական դպրոց, հայկական ընտանիքը խիստ այդ ինքնության պայքարը շատ լուրջ բաներ անում, այսինքն ամբողջ կյանքում այդ համայնքի անդամների հետ էր մինչև մահ։ Հիմա եւս պահպանվել է։ Այո, հիմա էլի նույն ձև շարունակում եմ, բայց ցավոք սրտի, տեսեք, հիմա պատկերը լրի փոխվել է, համայնքները դատարկվել են, նույն փողոցում, որ մի ժամանակ ծայրից ծայր հայեր էին ապրում, հիմա կարող է ամեն մի փողոցում մի 5 ընտանիք հայ եւ մնացածը ուրիշ ազգություններից են պարսիկներ, քրդեր կամ ուրիշ։ Եվ իհարկե նորից ինքնության խնդիրը կա, բայց դե կամաց, օրինակ մենք հիմա կորցրել ենք մի քանի հայկական թաղամասեր, այսինքն մենք ունեինք Հեշմաթիե թաղամասը, որը հայերը այնտեղ Սարդարաբադ էին անվանում, բայց էլ հայ համարյա չի ապրում այնտեղ։ Ունենք Նադիրշա թաղամաս, որը հայերի թիվ այնքան քիչ է, արդեն կարելի ասել այնտեղ մնացել են մի քանի թաղամասեր։ Հոսքը շատ մեծ էր եւ մեծ ա եղել այս տարիներին եւ արդեն այդ հայկական թաղամասները
կամած այս տարիների ընթացքում իրենց դեմքը փոխում են եւ արդեն կորցնում են իրենց առաջվա այդ առաքելությունը, այսպես ասած, այդ տեղը, այն տեղը, որտեղ բոլոր հավաքվում են։ Հիմա նույնիսկ երիտասարդները ձգտում են ուրիշ թաղամասեր, տենց ծրվում են անընդհատ։ Այսինքն ձուլման վտանգը մեծ է։ Ձուլման վտանգը չի, որ ձուլվում են, Իրանում դա բացառվում է, ես կասեի, ձուլվել ուրիշ չէ։ Հայեր ընդհանրապես վտանգ ուղղակի արտագաղթն է, շատ են գնացել։ Ի տարբերություն վրացիների, ասորիների, հայերը չեն ձուլվել։ Օրինակ Իրանում բոլոր ասորիները ամուսնացել են, համարյա բոլոր ամուսնացել են, շատերը, կասեի 80% ամուսնացել են պարսիկներից եւ հիմա ասորական համայնք չկա։ Վրացիները հենց այն գլխից, այսինքն հենց Շահ Աբբասը բերեց, արդեն իրենք շատերը իրենց կրոնը փոխեցին։ Այսօր Իրանում լիքը ազգանուն կա գորջի, նույն եթե բանն Գեորջիան օրինակ, գորջի, որ վրացի է նշանակում։ Եւ մուսուլմանները շատ եւ այսօր օրինակ դուք չեք գտնի Իրանում վրացի, որ պահել է իր ինքնությունը, չնայած հայերի հետ միաժամանակ Շահ Աբբասը բերեց նաեւ վրացիներին, նրանք շատ արագ ձուլվեցին, հենց առաջին այդպես 17-րդ դարում արդեն վրացի չէին, բայց հայերը պահպանեցին իրենց ինքնությունը եւ շարունակում են պահպանել։ Բայց այստեղ մեկ հարց կա, եթե իրենք տեղափոխվում են այլ թաղամասեր, հայկական դպրոց չի լինի։ Այո, ցավոք սրտի դուք ցավոտ հարցերին եք մատնանշում, հայկական դպրոցներն են զիջել իրենց դիրքերը։ Հիմա շատ չնայած կան այդ հայկական դպրոցներից մի մաս արդեն փակվել են։ Չկա, շատ է պակասել, որովհետև հիմա Իրանում հայ ընտանիքները, քանի որ միշտ էլ կարևորել են կրթությունը եւ դա ինքնությունը պահպանելու նաեւ մի այլ ձևն է եղել, որ պետք է դու շատ լավ բժիշկ լինես, շատ լավ արհեստավոր լինես, շատ լավ ինժեներ լինես, որ կարողանաս պարսիկների մեջ դու կարողանաս քո գլուխը պահես։ Եվ այդ մղում անընդհատ գերազանց լինելու միշտ եղել է հայերի հետ, միշտ մանկուց։ Այդ պատճառով էլ հայերը հետագային, երբ հայկական դպրոցները սկսեցին նահանջել եւ իրենց հնարավորություններն էր պակասում, այլևս բարերարները պակասել էին, բարերարները, որ պահում էին այդ դպրոցները եւ շատ օգնում էին, նրանք չկան, հիմա մահացել են այդ բարերարներից շատերը։ Այդ միությունները բարեգործական այլևս հիմա չեն աշխատում, ուստի հայ ընտանիքները, երիտասարդ ընտանիքները ձգտում են իրենց երեխաներին տան պարսկական մասնավոր դպրոցներ, որտեղ ավելի լավ են, ավելի բարձր է իրենց մակարդակ կրթական։ Դա էլ է մեծ խնդիր եղել, որ շատ երեխաներ հայկական դպրոցը թողած գնացել են պարսկական, բայց մասնավոր դպրոցներ։ Բայց այդուհանդերձ նրանք շարունակում են իրենց ինքնությունը պահել, որտեղ ընտանիքի դերը համայնքում շատ կարևոր է, շատ կարևոր է։ Ընտանիքը ամեն ինչ է, որտեղ եւ նույնիսկ եթե երեխաները որ պարսկական դպրոց են գնում, նույնիսկ նրանք ընտանիքում դաստիարակվում են հայեցին։ Կուզեի անդրադառնանք նաև իրանահայերի Իրանում ունեցած ներդրման մասին, տեղյակ եմ, որ անգամ առաջին տեղատունը հայեր են, չէ՞, հայ է բացել այնտեղ։ Գիտեք, իզուր չի, որ իրանցիներ շատ են սիրում հայերին։ Ես նորություն չեմ ասում, երևի, որ ասեմ հայ լինելը Իրանում բրենդի պես մի բան է։ Բոլորը ձգտում են մի հայ ընկեր ունենալ, մի հայ ընկերուհի ունենալ, ինչ որ ձևով կարողանալ շփվել հայկական ընտանիքի հետ։ Նախ հայերը շատ մեծ բաներ տվեցին Իրանի հասարակությանը։ Սկսած սեղանաթորից օգտվելու, որտեղ իրանցիներ սովորություն են գորգին են նստում կամ սպրոցենտրում սեղան, գորգին եւ այդպես են ճաշում։ Սուրճ խմելը, առաջին սրճարանները հայերը բացեցին, թխվածքի մշակույթը իրենց հետ տարան, ինչպես նշեցիք, առաջին ոչ թե դեղատուն, այլ առաջին շուրջօրյա դեղատունը, այսինքն այդ իմաստը, որ դեղատունը կարող է շուրջօրյա աշխատի, առաջինը
Արմեն Մինասյան անունով դեղագործված։ Առաջին ծերանոցը, բարեգործական ծերանոցը, որ հիմա մշակույթ ամբողջապես, այսինքն պարարվեստ, երգարվեստ, առաջին քարաձայն երգչախումբը հայերը հիմնեցին Իրանում եւ Ռուբեն Համբարձումյան առաջինն էր, որ պարսկական ժողովրդական երգեր, այդ ֆոլք երգերը քարաձայն ներկայացրեց։ Առաջին կինոն Օգանեսյանը Աբի Ռաբի անունով էկրանավորեց, առաջին դերասանուհին հայուհի էր Լորեթա Հայրապետյան, պարզ էր, որովհետև իսլամական երկրում կինը չէր կարող տենց հեշտությամբ բեմ դուրս գալ, այդ դերերը ստանձնում էին հայ կանայք, հայ աղջիկները։ Եվ իհարկե արհեստի ոլորտում շատ բաներ ներմուծեցին, առևտուրը, Շահ-Աբբասի օրոք դեռևս, որտեղ հայերը գիտեին լեզուններ, ռուսերեն, ֆրանսերեն, անգլերեն, ամեն դեպքում շատ, դուք պատկերացրեք դեսպաններ, առաջին դեսպանը Բրիտանիայում Հովանես խան Մասեյանն եղել, որը հետագային Շեքսպիրի թարգմանիչը եղավ, որ եւ հիմա մեր համալսարաններում հենց այդ թարգմանություններն են դասավանդում։ Շատ մեծ է եղել հայերի ներդրումը եւ դրա համար Իրանի ժողովուրդը միշտ երախտագիտությամբ է հիշում եւ միշտ նշում են, որ մենք հայերից շատ բան սովորեցինք եւ հայերը շատ մեծ ներդրում ունեցան Իրանի զարգացման գործում։ Մենք որպես դարավոր բարեկամներ եւ հարևաններ իրար լավ ճանաչում ենք։ Ոչ, չենք ճանաչում, լիքը պատճառներ կա, եւ քաղաքական, եւ պատմական չենք ճանաչում իրար։ Եվ դա իհարկե մեծ խոչընդոտ է հանդիսանում այս երկու ժողովուրդների ոչ միայն բարեկամական կապ, այլ հարաբերությունները պետքա զարգանա։ Եվ հարաբերությունները զարգանալու համար առաջինը պետք է մենք իմանանք միմյանց հնարավորությունների մասին։ Մենք չգիտենք ինչ հնարավորություններ ունենք։ Բարեբախտաբար վերջին տարիներում մեր, ասենք, գործարարներ, ընկերությունները հասկացել են, որ պետք չի հասնել Չինաստան, Դուբայ, կարելի է քթի տակ հարևան երկիր ունի շատ մեծ հնարավորություններ եւ ավելի մատչելի, որ կարելի օգտագործել, շատ պարզ բան ասեմ, որտեղ ժամանակ են աշխատել Հայաստանում որպես Իրանի հանրային հեռուստաընկերության լրագրող, ես այդ ժամանակ հասկացա, որ մեր 90% սալիկները եւ ինչպես ասում են կաֆիլ մետլաղ բերվում է Իրանից։ Եվ հայեր երբ հասկացան, որ հնարավոր չի, որտեղ շրվում է, ջարդվում է եւ ավելի մեծ ծախսեր պետք է անեն ուրիշ տեղից բերելու համար, հիմա մեծ նույնիսկ այն ես հասկացա այն բանն էր, որ մենք իտալականը, դա իտալական չի, էլի բերվում է Իրանից, պարզապես իտալական տեխնոլոգիայով է Իրանում արտադրվում։ Դա օրինակ մեծ հաջողություն է։ Ինձ թվում է մյուս եւ իհարկե մեզ համար շատ կարեւոր է Իրանի շուկան։ 85 միլիոնանոց շուկա է։ Մենք պետք է մեր շուկան փոքր է։ Մենք չպետք է հույսներս դնենք Ռուսաստանին, որ մենք այնտեղ կարողանանք այնտեղ մտնենք։ Իրանի շուկան շատ կենսունակ շուկա է։ Հույսով եմ Իրանում խաղաղություն կհաստատվի եւ այս պատժամիջոցներն են ախր խոչընդոտ հանդիսանում, որտեղ դա բանկային փոխանցումներն է դժվարացնում։ Եվ մենք արժևում ունենք մի հատ հսկայական շուկա 85 միլիոնից, որ մենք կարող ենք մեր ապրանքները արտահանել նաև Իրան եւ կարծում եմ այդ դեպքում մեր արտադրությունն էլ կզարգանա։ Տարբեր ոլորտներ հասկանալով, որ Իրանի շուկայի պահանջը ինչ է։ Էլ չեմ ասում, որ երբ հիմա խանութները նայում ես, տեսնում ես հայկական լավաշ կա, փաթեթավորված, ջերմուկ շատ կա այնտեղ օրինակ, իրենք սիրում են մեր հայկական ջերմուկը, այդ գազավորված ջուրը։ Մի խոսքով կարծում եմ այո, մենք եթե կարողանանք հույսով եմ խաղաղություն հաստատվի ամբողջ տարածաշրջանում, մենք նոր հնարավորություններ կունենանք։ Այս տարիների ընթացքում շատ եմ փորձել ես, որպեսզի իրանցի հայաստանցիներին Իրան տանեմ, մինչև հիմա շարունակվում է, որպեսզի տեսնեն Իրան ինչպիսի հնարավորություն ունի եւ հանգստանալու համար մատչելի գներով եւ
մի խոսքով հետո շատ հեշտ է Իրան մտնելը, այսինքն դուք մարդ անգամ հնարավորություն ունի ինչ անում են իրանցիները, շաբաթավերջ գնալ Իրան կամ շաբաթավերջ գալ Հայաստան։ Շատ մեծ են հնարավորությունները եւ շատ հույս ունեմ, որ երբ վերջնական խաղաղություն հաստատվի եւ վերանան Իրանի վրայից այդ պատժամիջոցները, ինձ թվում է մենք շատ նոր հնարավորություններ կբացեն երկու երկրների առջև համագործակցության։ Իսկ մշակութային առումով համագործակցություն կա թե ոչ։ Այո, մշակութային օրինակ վերջերս հենց այս մի հատ լավ նմուշ Չարենցն ամեն, Եղիշե Չարենցի լավագույն պոեմներից մեկը, որը իր սերն է Իրանի նկատմամբ ամեն տողում Շիրազի մասին է խոսում, Մաքվից է խոսում, Եղիշե Չարենցի տուն-թանգարանի նախաձեռնությամբ եւ մշակույթի նախարարության աջակցությամբ ես թարգմանեցի Չարենցն ամեն եւ հնարավոր է որ մյուս արդեն պայմանավորվել ենք, որ մյուս գործերն էլ Չարենցինը պարսկերենի թարգմանում։ Եվ իհարկե այստեղ ուրիշ գրքեր, որ թարգմանել են Ռումինա եւ Հաֆեզը իրանցի մեծ պոետներ եւ արժևում նոր ծրագրեր կա եւ հույսով եմ, որ կարողանամ, այսինքն առաջին քայլը Չարենցն ամեն էր, բայց շատ եմ ուզում, որ մեր հայ գրականությունը նաև ներկայացնել իրանցի ընթերցողներին։ Մշակութային առումով էլի դեռ գոհացուցիչ չի, բայց օրինակ պարսկերեն լեզվի դասընթացներ կա, բայց դա դեռ չի ասում։ Ես կասեի ոչ, բավարար չի։ Ես կասեի, որ շատ անելիքներ կան, գիտեք, երկու ժողովուրդները էլի նորից մշակութային ոլորտում ունեն մեծ հնարավորություններ, որ պետք է փոխանակեն, օրինակ կավագործությունը, եւ Իրանում շատ մեծ անցյալ ունի եւ Հայաստանում, մեր վարպետները պետք է կարողանան իրար հետ աշխատել եւ օրինակ Իրանից մատերիալ վերել, լիքը բան պետք է որ հիմա ես գիտեմ կավագործերը ճիշտ է որոշ մաս բերում են Իրանից, բայց շատ թանկ։ Նման բաներ, օրինակ ես ասեմ, մեր դուդուկի ղամիշի այդ բան բերվում է Իրանից, որ վարպետները Իրանից են բերում եւ այստեղ մշակում են, սարքում են ղամիշ այդ եղեգները, բայց այո, դուք ճիշտ հարց եք տալիս եւ իմ կարծիքով տնտեսական հարաբերությունների հետ պետք է նաեւ շատ լուրջ ուշադրություն դարձվի մշակութային համագործակցությանը։ Ինչպես եք ընտրում, թե որ բանաստեղծի գործը թարգմանեք եւ հայերենից պարսկերեն եւ հակառակը։ Տեսեք, իրանական գրականությունը շատ հարուստ է, Իրանի գրակը շատ հարուստ է։ Երբ ես շատ պատահաբար սկսեցի թարգմանությունը, ես միշտ ասում եի իմ գործը չի, բայց թուրերի ժամանակ, երբ ես հաճախ Շիրազ ենք այցելում նաև եւ Հաֆեզի դամբարան պարտադիր ծրագրի մեջ է, փորձում էի Հաֆեզին ներկայացնել ոչ թե իր կենսագրությունը, այլ վերջապես ինչու է այսքան Հաֆեզը, օրինակ անգամ Հովհաննես Շիրազը սիրել, Սայաթ Նովան անգամ ճանաչել եւ ազդվել Հաֆեզից։ Սկսեցի բանանել, ասենք թուրերի համար թարգմանություններ անել, դա հետո դրեցի Facebook, հետո արձագանքները շատ լավ եղավ եւ հետո մեկը մյուսին հաջորդեց, երբ Հաֆեզը Զանգակ հրատարակչություն ընդունեց եւ հրատարակեց եւ վերահրատարակվեց անգամ Հաֆեզը եւ դա իսկապես գրատպության, այսինքն ուրիշ լեզվի պոեզիան, որ վերահրատարակվի Հայաստան, դա եզակի երևույթ էր։ Որոշեցի հետո ռումին թարգմանել, որ մտածեցի հիմա ժամանակն է, որ այդ մեծություններին, դասական մեծություններին ներկայացնել, ռումին էլի հիմա արդեն վերահրատարակվում է, տպարանում է եւ Խայամն արդեն պատրաստվում վերահրատարակվի, թարգմանելը արդեն հրատարակվի եւ իհարկե այդ մեծություններից հետո ինձ թվում է կանցնեմ մի քիչ, այսինքն ավելի շատ ժամանակակից գրականություն ներկայացնել,
Փոխադարձաբար շատ եմ ուզում մեր հայ գրականությանը ծանոթ լինեն իրանցիները, ճանաչեն։ Հատկապես մեր դասականն է։ Դե ասեմ, որ օրինակ բանը թարգմանվել է, պարոն Մազատ Մաթյանը, օրինակ Մաթյան ողբերգությունը պարսկերեն թարգմանվել է շատ գեղեցիկ, բայց շատ կուզեի օրինակ Սայաթնովան թարգմանվել, որտեղ շատ մոտիկ է արևելյան այդ պոեզիային, շատ մոտիկ է Հաֆեզի գազելներին, շատ եմ ուզում մեր գուսանական, որտեղ խիստ ես շատ իմաստալի պոեզիա ունի մեր գուսանական դպրոցը եւ աշուղական հետագային կարծում եմ զբաղվեմ այդ գործով Սայաթնովան ներկայացնեմ իրանցի ընթերցողներին։ Ես մի փոքր նախանձում եմ իրանցիներին, որովհետև իրենք եւ իրենց պատմամշակութային ժառանգությունն են պահպանել դարերով եւ մեծարում են նաեւ իրենց մեծերին, այսպես ասած, բանաստեղծներին Հաֆեզի գերեզմանը, եթե օրինակ բերենք, չէ, վարդերով, չգիտեմ, այգիներով Եվ հերթ է, տոմսը գնելու համար, այո, մարդիկ հերթի մեջ են, որ տոմս վերցնեն, ընդամեն մտնեն դամբարան, ընդամեն, այնտեղ ոչ մի միջոցառում չկա, շատ գեղեցիկ է իհարկե, բայց տոմսը վաճառվում եւ հերթ է, այսինքն մենք երբ տուրիստներից տանում մենք պետք է հերթի մեջ գնանք տոմս վերցնենք, եւ դա հատկապես շաբաթավերջ չէ, բայց դա մի կողմ եւ այնտեղ ընտանիքները իրենց երեխեքին են բերում մանկուց երեխան Հաֆեզի ոչ մի բանաստեղծություն էլ չի կարդացել բայց Հաֆեզը դառնում է իր կյանքի մի մաս ինքը անընդհատ ամբողջ կյանքում այդպես մեծանում է Հաֆեզ մյուս բանաստեղծներին էլ բայց դրանից ավելի կարեւոր այն է որ տեսեք իրանցիները շատ ուսանելի բան է ես իմ տուրիստներից հատկապես նրանք որ գիր ու գրականության եւ մշակույթի հետ են շփվում շատ են նկատում դա մշակույթը գիր ու գրականությունը իրանցիների առօրյա կյանքում է տեսեք իրենք Հաֆեզը իրենց բանաստեղծությունները բեմ չեն իրենք հենց առօրյա կյանքում օրինակ թաքսու վարորդ երբ սկսում է խոսել ինքը ասում ինչպես Հաֆեզն է ասում մենք մի անգամ մեր զբոսաշրջիկներով մտանք մի հատ շատ լավ հիշում եմ երևի կնայեն նրանք կհիշեն պաղպաղակ առնելու պարսկական պաղպաղակը շատ հայտնի է եւ համով է մտանք եւ այդ ասաց որտեղից են մեր ընկերները ասեցի Հայաստանից դες խոսեցինք պարսկերեն հեսա դե գիտե իրան ասի դե մի քիչ զարմացրու իրենց քո գիտելիքներով տարիքով մարդ էր որ պաղպաղակ էր վաճառում խանութ է մաքուր շատ Հաֆեզի մասին այնպեսի դասախոսություն արեց ես թարգմանել ժողովուրդ զարմացել են ոնց կարելի է պաղպաղակ վաճառող այսպես Սաադի գիտի այդպես իրենց պոեզիան ծայրից ծայր դուք Իրանում դժվար թե հանդիպեք մարդու որ գոնե մի քանի գազել Հաֆեզից անգիշ չի երիտասարդ պատանի մեծ դա օրենք է Էլ չեմ ասում, որ իրենց նորուզը, որ մարտի 21-ին պարտադիր իրենց սուրբ գրքի կողքը, պետք է պարտադիր սեղանին դնում են նաև Հաֆեզի գազելները, հետո բախտագուշակություն են անում Հաֆեզի գազելներով, այսինքն երբ որ մի որոշում է ուզում կայացնի մարդ, դիմում է Հաֆեզին, այդքան են բանանում, այսինքն կարևորում Հաֆեզի կարծիքը, 7 անգամ տես խորհուրդը իր մտքում կրկնում է, 7 անգամ հպում է այդ թղթերը եւ այսպես եւ մինչեւ օրինակի համար 7-րդ անգամ բացում է եւ կարդում է, որ Հաֆեզ իրեն ինչ խորհուրդ է տալիս Եվ դա դարերից եկած ավանդույթ է, ամեն նոր տարվան, նույնիսկ առավոտյան մարդը ուզում է գնա աշխատանքի կամ մի բան է որոշել պետք է այդ օր անի, դիմում է Հաֆեզին։ Դա իրենց երաժշտությունը։ Այսքան օրինակ համար բանանում արևմտա եվրոպական, այսինքն այդ երաժշտությունը երիտասարդները լսում են, բայց առաջին տեղում իրենց ավանդական, դասական երաժշտությունն է։ Իրենց դասական Իրանում մի դասական երաժիշտների համերգները մի քանի ժամվա ընթացքում տոմսերը վաճառվում դասական, այսինքն ծանր դասական երաժշտություն, իրենց ավանդական երաժշտություն վերջին տարիներին հատկապես մեծ բան եղավ
մշակութային, այսպես ասած, զարթոնք տեղի ունեցավ վերջին տարիներին, որ երիտասարդները սկսեցին քամանչա նվագել, թառ նվագել ու դրանք բանանել, համադրել ռոք երաժշտության հետ ու հիմա շատ տարածված է այդ երևույթը։ Ես շատ եմ ուզում մենք այդ շփումների ընթացքում սովորենք իրարից, որ ինչպես են նրանք իրենց ինքնությունը, իրենց պահում եւ դրա համար է Իրանը շատ հետաքրքիր աշխարհի համար, որովհետեւ նրանք կարողանում են ներկայացնել իրենց ինքնությունը այնպես ինչպես որ կան ու չեն ամաչում ու ընդհակառակը հպարտանում են իրենց ինքնությամբ, իրենց ծեսերով, անգամ եթե պիտի ինքը գորգին է նստում եւ գորգի վրա է ինքը սփռում եւ իր շուրջ նստում են, դա չի թաքցնում, չի ձևացնում, որ ես անպայման պետք է Եվրոպայում պատարակաղու դանակ առնեմ։ Ինքը ընդօրինակելու բան չունի, ձգտում չունի, ինքը հենց անում է այն ինչ որ իրեն հոգեհարազատ է։ Դա բռնազբոսիկ բան, ճիշտ ասեցի, այո, բան չի, այսինքն ինքը բնականորեն ապրում է այդպես։ Եվ ես շատ եմ ուզում այդ բանը մեր հայ իրականության մեջ տեղի ունենա, հատկապես երիտասարդների շրջանակում։ Շատ եմ ուզում, որ իրենք հնարավորություն ունի, որ իրենք մի քիչ ավելի մեր մաքուր մշակույթի հետ շփվեն, ափսոս է կոմետաշ չլսել, գոնե շաբաթը մեկ, ափսոս է սա էթնովա չլսել, իսկապես ափսոս է, որ Լուսինե Զաքարյան չլսել, ծանոթ ականջին չհնչի, չհասնի ականջին Լուսինե Զաքարյան։ Իմ կարծիքով մենք շատ մեծություններ ենք ունեցել, մեծ երգիչներ, երգչուհիներ, անգամ նրանց չենք հիշում։ Այսինքն այն տեղեկությունը, որ իրանցիները ավելի շատ մեծ մասը ձգտում են արևմտյան արժեքների կողմնակից են կամ Եվրոպայի, այդքան էլ իրականությանը չի համապատասխանում։ Դարերի ընթացքում այդպես, ոչ թե հիմա։ Իրանցիների յուրահատկությունը ես կասեի այնքան իրենց մշակույթը բազմաշերտ է եւ այնքան սիրուն է եւ այնքան իրենք կարողանում են ժամանակի հետ առաջ տանել, որ ակամայից նույնիսկ ես հիմա իհարկե դժբախտաբար տուրիստներ շատ քիչ են գնում այդ երկրին, բայց անգամ ուրիշ մարդկանց են վարակում իրենց մշակույթով։ Անհնար է մտնես Իրան եւ դու չսիրահարվես այդ մշակույթը։ Չկա, մի բան չկրես քո հետ։ Եվ ամեն ինչն է այդպես։ Իրենց տարազը, որ շատ սովորական է, իրենց հագուկապը, իրենց ամեն ինչը, այսինքն իրենց աշխատանքը, որ տանում է, անընդհատ դու տեսնում ես ու վարակվում ես։ Ես դե իրանահայ եմ, կեսս իրանցի, կեսը կրում եմ այդ մշակույթը, բայց նրանք, որ գայիս են պարտադիր, իրենք կարողանում են իրանցիները, օրինակ ես ձեզ մի բան ասեմ, մենք մի քանի տարի առաջ, ես այդ մասին Իրանի հանրային հեռուստաընկերության համար ռեպորտաժ արեցի, մեր կոշիկը, որ հայտնաբերվեց, Արենի։ Ես մտածում էի, որ վաու, հիմա ինչա լինելու, բոլոր երիտասարդների հագին այդ կոշիկը կլինի, շատ գեղեցիկ է ինքը կոշիկը, շատ հետաքրքիր կոշիկ է, կարելի էր համադրել ջինսով, բանով, անգամ բան չեղավ, այսինքն բանալի համար օրինակ կախեն կամ մեքենայի, անգամ դա չեղավ։ Ես շատ ափսոսեցի, որ դա այդտեղից է սկսում, պիտի թանգարանից դուրս գա։ Մենք մի քիչ թանգարանային, բեմային ենք դարձնում մեր հարստությունը, պետք է դուրս գա, պետք է կոշիկը գա դուրս իմ մեր ջահելների հագին աղջիկ տղա հագնեն եւ ցույց տան ուրիշներին, գնան արտասահման եւ ասեն այն կոշիկն է, կոշիկի ասենք օրինակով ես այսինչ կոշիկ կա ու ինքը պատմի այդ մասին։ Չգիտեմ ոնց պիտի անել, գիտեմ որ այդքան էլ բարդ չի, չեմ սիրում շատ անընդհատ ամեն ինչ բարդացնում են, բայց պետք է նախ այդ մշակույթը մեր մեջ ձևավորվի, որ այդ թանգարանային եւ բեմային բանից դուրս գանք եւ մի քիչ
մեր առօրյա կյանքում ավելի շատ զգանք մեր մշակույթը։ Ոչ թե գնանք թանգարան, հետո դուրս գանք, գնանք, չգիտեմ, արդեն մեզ զգանք որպես եվրոպացիներ ու լրիվ ուրիշ ձև ապրենք։ Դե հիմնականում զարդերն են կրկնօրինակում մեզ մոտ։ Այո, հիմա դա շատ լավ է, ճիշտ բան նկատեցիք, այդ տենդենսը ես զգում եմ, որ հիմա արծաթեղեն զարդերում, սա վերջին, լավ օրինակ։ Կարելի է այդ նման օրինակները տարածել։ Հիմա օրինակ եմ հայկական զարդ գրելը շատ մոդայիկ է եւ աղջիկները գրում են շատ սիրուն են նաեւ, շատ ճաշակով։ Այդպես լավ բան հիշեցրեցիք։ Բացի պատմվածքներ, դուք նաև բանաստեղծություններ եք գրում։ Այո։ Ինչի մասին է վերջին։ Բանաստեղծություններ ես Իրանում բանաստեղծություն, որ իրանահայ համայնքում ճանաչված էի որպես բանաստեղծ։ Երկու գիրք այնտեղ հրատարակեցի եւ ուրիշ ոչինչ եւ օրագիր։ Եվ հիմա մի տեսակ նորից հետո երբ Հայաստանում նույնիսկ երբ ավելի շատ ես չեմ գրում, ես այն բոլոր կարոտներս, այն բոլոր իմ ապրումները, որ ունեցել եմ, նրանք ոնց որ ուզեմ նորից վերհիշում եմ իմ պատմվածքների միջոցով։ Ես դրանք մի տեսակ ինձ համար շատ կա բարձրաձայնելու պես է, այսինքն այդքան էլ ես դրանք չեմ ասում, ես եմ պատմվածքներ, բայց քանի տարի է սկսել եմ արդեն պատմվածքներ գրել, արդեն բանաստեղծություններ չեմ գրում, հիմնականում պատմվածքներ եւ արդեն երկրորդ գիրքս էլ հրատարակությունը զանգակը շուտով կհրատարակի, այստեղ չեմ լացում։ Էլի տենց իրանահայկական միջավայր եւ էլի նորից բոլոր բաները, որ ես իմ կյանքում տեսել եմ, զգացել եմ որպես իրանահայ եւ իրանական հասարակությունում եւ այդ փոքրիկ հայկական եւ Հայաստան դրա երկրորդ գիրքս արդեն։ Ես ձեր վերջին տողերից մեկը հիշեցի, որ հատված լույսը բացվեց եւ օրը չգիտի, սարսափից չգիտի թե որտեղ թաքնվի։ Սա այս Ամերիկայի եւ Իսրայելի ստանձնած այդ պատերազմի ժամանակ է գրել Իրանում։ Այո, շատ սարսափելի զգացողություն էր, որ երբ առավոտը զարթնում ես եւ դու զգում ես, որ խեղճ օրը ասենց ամեն կողմից թիրախավորված է, երբ դու գիշերը այդ ամբողջ այդ օրվան, այդ խեղճ ու կրակ օրվան ուզում ես ստանում ես, սրբում ես այդ բոլոր արյունից փոշուց եւ առավոտ երբ նորից լույսը բացվում է ինքը իրոք չգիտի որտեղ թաքնվի, որ այս հորձանուտից։ Այո, այդ իմ վերջին բանաստեղծություններից է, չգիտեմ, դա ցանկությունն է, որ յուրաքանչյուր մարդ ունի առաջինը խաղաղություն, որպես իրանահայ ես միշտ երկու անգամ հայրենիքիս համար, ասենք միշտ անդադ մի աչքը Իրանի վրա, մի աչքը Հայաստանի վրա, Իրան-Իրաքի պատերազմը 8-ամյա, ես այդ պատերազմը ինչպես ասել, հետո 44 օրյա պատերազմը Ղարաբաղ 90-ական թվականներ, հետո հենց որ ասում ես լավ ավարտվեց, ոնց որ վերջին արարն էր, հիմա լավ, վատ, ամեն դեպքում հիմա խաղաղություն է, հիմա մի խոսքով, բայց հանկարծ ռումբերը պայթում են մյուս քո հայրենիքում։ Ու անընդհատ ցավում ես, որ քո անընդհատ այդ իրավիճակում ես հայտնվում եւ չգիտեմ, հույս ունեմ, շատ հույս ունեմ, որ գոնե չգիտեմ, այս տարի եւ Հայաստանը եւ Իրանը վերջնական խաղաղություն մեջ կապրեն։ Գիտեք, ես մեր տարիքի մարդիկ ասում են մենք ապրեցինք, էլի, լավ վատ ապրեցինք, բա նոր սերունդ է, այն սերունդը, որ պետք է գա, այս երիտասարդները, ես միշտ ցավով էի նայում այս մեր տղաներին ու ասում էի յուրաքանչյուր տղա, որ ծնվում է անմիջապես հաստատ իր մայրը եւ հայրը ծնողները անմիջապես իրան արդեն զինվորական զգեստի մեջ են պատկերացնում։
ու հետո Եվրոպա տեսնում ես անհոգ երիտասարդություն, որ միայն կրթություն եւ իրենց ապագան են կերտում, նախանձով ես լցվում, որ ինչու իմ երիտասարդը, իմ ջահելները չպիտի եւ Իրանում եւ Հայաստանում չպիտի այդքան ինչու անհոգ չպիտի լինեն, ինչու չպիտի ապրեն խաղաղությամբ, ինչու չիմանա, որ 5 տարի հետո ինչ են անելու, ինչու այսքան մշուշոտ լինի իրենց ապագան։ Դա ինձ շատ է ցավ պատճառում, ես շատ եմ ուզում, մեր երեխեքը ափսոս են, նրանք արժանի չեն այս կյանքի, պետք է իրենք շատ լավ ապրեն, պետք է իրենք առաջին հերթին խաղաղ երկնքի տակ ապրեն, պետք է իմանան իրենց վաղվա ծրագիրը ինչ է, ինչով են զբաղվելու, եւ հույսով եմ, որ իզուր չի, որ մեր հայերը առաջին կենաց հենց որ բարձրացնում են խաղաղության կենացն են խմում, որտեղ մենք անընդհատ երկրորդ աշխարհամարտից ու դրանից առաջ միշտ զգացել ենք, որ խաղաղությունը հացի ջրի պես, կենսական, շատ կարևոր օդի պես, օդը ջրի պես մեզ համար նշանակությունն է, եւ առանց դրա մենք ոչինչ չենք կարողանում։ Իրանցիները շուտ հանձնվող են։ Հանձնվող ոչ, իրանցիները շատ համառ են։ 8-ամյա պատերազմում իրանցիները, չնայած որ Իրաքը դե էլի գերտերությունների աջակցությամբ հարձակվեց Իրանի վրա եւ գրավեց Իրանի հարավային մասը, բայց նրանք շպրտեցին դուրս թշնամուն եւ մի թիզող անգամ չանձնեցին։ Իրանցիները համառ են։ Դրա համար Թրամփի բոլոր հաշվարկները այնպես չէին, որ ինքն էր ենթադրում, որովհետև շատ էր ինքը մտածում, որ Վենեսուելայի օրինակը կարող է լինի, օրինակ եթե իրենց առաջնորդին խփեն, ուրեմն երկիրը կհանձնվի, կամ Լիբիա, կամ մյուս, բոլորը այդպես է եղել, կամ Իրաքում Սադամին երբ խորտակեցին։ Իրանցիներին համար, իրանցիները հենց որ հայրենիքի խնդիր է լինում, հենց որ տարածքային ամբողջականության խնդիր է լինում պետականության, իրենք միավորվում են, որտեղ նրանք շատ լավ գիտեն, որ դա վարչակարգերը, պետություն, կառավարություններ գալիս գնում են, իսկ այդ քո հայրենիքը մնում է, տարածքային ամբողջականությունը կարմիր գիծն է, պետականամետ են իրենք, իրենց համար դա կարմիր գիծ է, եւ մինչեւ հենց որ զգան դրա վտանգը, մինչեւ վերջին, տեսեք հիմա այս պատերազմում Իրանը շատ պատկերացրեք աշխարհի ամենահզոր բանակի դեմ է կռվում Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ իհարկե Իսրայել։ Բոլորն են զարմացել այս համառությունը եւ ես վստահ եմ, որ իրանք ամեն դեպքում շատ վատ բան կարող է ասեմ, գուցե պարտվեն այս պատերազմում, բայց մինչև վերջին արյան կաթիլը կկռվեն, ես կարծում եմ չեն հանձնվի այդպես, որ ասեն եկեք, կարող է մեռնեն, բայց չհանձնվեն։ Իրենց մոտ այդ ազգային ջիղը շատ ուժեղ դրված է եւ դրա համար էլ այսքան կորուստներից հետո, այսքան ռմբակոծություններից հետո չեն հանձնվում։ Բայց նաեւ իրանցիների մոտ կա նաեւ մի ուրիշ ֆակտոր, որ դա ժամանակին ճիշտ որոշում կայացնելու այդ բանն է, այսինքն հատկությունն է։ Հույսով եմ, որ դա այս անգամ շատ չի ուշանա եւ կհասկանան հենց ճիշտ ժամանակին, որ հիմա ժամանակն է, որ ինչ որ ոչ թե տարածքային, այլ ինչ որ քաղաքական զիջումների գնալ, որպեսզի կարողանաս պահես այդ պետականությունը, այդ տարածքային ամբողջականությունը։ Դա դարերից եկած բան է, կապ չունի հիմիկվա ռեժիմին կամ նախին իրանցիների մոտ դերևս Աքեմենյան թագավորությունից գալիս է պետականության նկատմամբ իրենց զգացողությունը շատ արմատավորված է։ Նրանք հայրենիքը միայն այսօրվա համար չեն նայում, հայրենիքը նաև գալիք սերնդին է պատկանում։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Մենք զրուցում էինք իրանահայ գրող, թարգմանիչ Ժորժ Աբրահամյանի հետ։